Եկեղեցին ստեղծվել է Հիսուսի թափված արյունից խաչի վրա։ Այդ որ երկրում է, որ ասենք պատարակից առաջ հնչում այն ինչ-որ երկրի հիմնադրոշը կախած է եկեղեցում։ Հիմա որևէ մեկը կգա կասի, հա, այս կոշկակարը հանճարեղ կոշկակարա, բերեք թող ինձ կույրաղիքի վիրահատություն, այ կույրաղիքս բորբոքվել է։ Քաղաքը, երբ որ սարքում էին, կենտրոնում բերում կառուցում էին եկեղեցին, նոր շարունակվում էր քաղաքը։ Հոգևոր պարիսպներ, այսինքն Հարկե, հոգևոր ներքին, սա Հայաստանի Հանրապետության համար ծանրության անփոխարինելի կենտրոնն է, այն տրոհել չի կարելի։ Հայոց առաքելական եկեղեցին Ստալինի մոտ համար 1 էր։ Հիմա ով ասում, որ հաջորդ իշխանությունը, որ ձևավորվեց, նրա քիմքին համապատասխան կլինի այս իշխանության բերած վեհապարը։ Փաշինյանը հավակնում է նոր եկեղեցական կանոններ հաստատել։ Խոսում է եկեղեցիներում օրներ քննեցնելու պետական դրոշը տեղադրելու մասին։ Միաժամանակ ճանապարհային քարտեզ է հրապարակել վեհապարին հեռացնելու եւ եկեղեցու ապագայի մասին։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր թեմայի բարոյական ու հոգևոր կողմերը կբացահայտենք։ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյան, բարի գալուստ Կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Խաչատրյան, Փաշինյանը գրեց, որ 301 թվականին եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ, հա, եւ միաժամանակ այդ դրանից բխեցնելով առաջարկեց պատարակներից 5 րոպե առաջ օրներ քննեցնել, հաջորդ օրը զարգացեց թեման, ասաց երրագույն դրոշ դնենք եկեղեցու դիմաց։ Նախ որքանով է ճիշտ են սկզբի պնդումը կրոնի պատմության ընդհանրապես գիտական տեսանկյունից եւ արդյոք եկեղեցին ստեղծել է պետությունը։ Եվ արդյոք օրներ քննեցնելն ու դրոշ տեղադրելը որևէ առնչություն ունի հայ առաքելակեցու հետ, դա ինչ-որ մահաճույք է, թե դա ավելի վատ տեղ տանող բան է։ Չէ, երեք երևի թե սկսենք նրանից, որ 301 թիվ ասածն անգամ որևէ պատմիչի մոտ մեր չկա գրած։ Այդպիսի բան չկա։ Այսինքն մենք մոտավոր հաշվարկներով ասում ենք, հա, այդպես դրվել է 301 թիվը, հիմա այդ 301 թվի իմ խորին համոզման բանն որպես ասենք ինչ որ մարդու, որը ինչ որ չափով հետազոտել է այդ հարցերը, մենք ավելի վաղ ենք իհարկե ընդունել, առավել հավանականը դա է, ուղղակի 301-ը այդտեղ երևի թե նաև սիմվոլիկ նշանակություն ունի, բայց երբ որ մենք խոսում ենք նրանից, թե իսկ պետությունն է ստեղծել, չէ, այդպիսի բան գոյություն չունի, կանոնը որպես կրոնական անվիճելի կանոն, դա այն է, որ եկեղեցին ստեղծվել է Հիսուսի թափված արյունից խաչի վրա։ Եվ եկեղեցին չի կարող, ասենք, ստեղծված լինել կամ հիմնադրված լինել, հա, ճանաչվում է քրիստոնեությունը, ընդունում է քրիստոնեությունը։ Հապետությունը ճանաչել է, ոչ թե ամենը, չէ, մենք գիտենք, որ քրիստոնեությունը տարածել են Հիսուսի աշակերտները։ Մենք գիտենք, որ Նազովրեցի Հիսուսը անգամ տեղյակ է եղել հայոց մասին։ Մենք գիտենք, որ եղել են հարաբերություններ։ Մենք գիտենք, որ այն ժամանակ, երբ որ Տրթատ մեծը փորձում էր քրիստոնեությունը հալածել սկզբից, իսկ հետո տարածել, Տրթատ մեծը գիտեր, որ երկու մեծ համայնքներ կային, որոնք խոսում էին այն մասին, որ իսկապես երկու առաքյալներ Հայաստանի տարբեր հատվածներում ունեին հետևորդների ստվար քանակություն, իրենց հիմնադրած եկեղեցով, եւ այս տեսակետից հիմա վերցնել եւ ասել, որ պետությունը հիմնադրել է եւ վերջապես ումից ենք վերցնում այդ էլի, ասենք, ինձ շատ հետաքրքրում է, թե այդ որ երկրում է, որ ասենք պատարակից առաջ հնչում այն ինչ-որ երկրի հիմնադրոշը կախած է եկեղեցում, աշխարհիկ եւ քաղաքական իշխանությունը չի կարող եկեղեցու հետ, ասենք, ունենալ այդպիսի հարաբերություններ, անգամ հունական եկեղեցին այդպիսի հարաբերություններ չի ունեցել, որը պետական եկեղեցի է եղել մինչև վերջերս։ Մինչև վերջերս նոր ետ տարան այդ հանգամանքը, որ չէ պետական չի կարող լինել, որովհետև ժամանակները այլ են, փոխվել է 1001 բան, պետական կրոնական կառույց չի կարող լինել։ Հա, շատ երկար պայքարել են, բայց վերջին հաշվով համակերպվել են նրա հետ, որ հա, այդպես չի, բայց Եվս մի բան էլ նայենք էլի, երբ որ մենք խոսում ենք հայոց առաքելական եկեղեցու մասին, բերեք նաև հաշվի առնենք այդ արմատական տարբերությունը, արմատական կամայական իշխանություն, դա լոկալ իշխանություն է, տվյալ երկրի իշխանությունն է։ Հայոց առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է։ Նրանք համադրելի չեն, որ որևէ համաշխարհային կառույցի ղեկավարի, որևէ երկրի ղեկավար, ասենք, որոշի, որ պետք է հանել իր տեղից պետք է փոփոխել, ռեֆորմի ենթարկել, ես էլ
բերեք բան չանենք, էլի ես շատ եմ, ասենք, այդ բանը ներկայացրել, ասել, հորդորել, որ այնուամենայնիվ գնանք, ասենք, խաղաղեցման, կոնսենսուսի, որը հնարավորություն կտա միասնականությունը հասարակության չպառակտել, եւ այնուամենայնիվ գալիս ենք այն մտքին, որ խորքային ընկալում դեռևս այն վտանգի, որը հասունանում է կեղծ օրակարգի պայմաններում, ես նորից եմ կրկնում, էլի օրակարգը ինքը կեղծ է, այն առումով, որ օրակարգը կարող է լինել ոչ կեղծ, արդիական, կարևոր, կենսական նշանակություն ունեցող հասարակության համար միայն մի դեպքում, որ հասարակությունը նրան արձագանքում է։ Բայց հասարակության որ տոկոսին է հետաքրքրում բոլոր այն խնդիրները, որոնք պարբերաբար նախանձելի համառությամբ ներկայացվում են, խախտվել է կուսակրոնության ուխտը եւ այլն, էլի այդ 100 անգամ բացատրել ենք արդեն, որ այդպիսի ուխտ որպես այդպիսին, եթե գոյություն ունի, որը հրամայական կարող է լինել եկեղեցու ներսում, նա պետք է գոյություն ունենա կաթողիկոսի երթման մեջ, եթե չկա։ Եվ վերջապես նա պետք է ունենա այդպիսի տրադիցիա, եթե հիմնադիրը ամուսնացյալ է, ինչ տրադիցիայի մասին է խոսքը գնում։ Եթե Մեսրոպ Մաշտոցի հովանավոր եւ զինակից կաթողիկոսը ամուսնացյալ էր, եթե նա Ներսես Մեծի խոշորագույն պատմական կաթողիկոսի որդին էր, նա էլ էր ուրեմն ամուսնացյալ։ Այսինքն մենք գիտենք, որ բոլոր ամուսնացյալ են եւ եթե կա էլ ինչ որ կետ, դա վերաբերում է շնացմանը։ Այսինքն եթե դու ունես եպիսկոպոսները մեր մոտ ամուսնացած են եղել։ Եթե դու ունես կին, էլ ձախ նայելը անթույլատրել է։ Պատվիրաններից մեկն է, հա։ Հա, շնանալ չի կարելի, չէ, մեր մոտ մի քիչ ուրիշ է պատվիրանը ախր։ Մեր մոտ դրված է շնանալ։ Բոլոր մնացած տեքստերում աստվածաշնչյան կլինի հունարեն տեքստ է, կլինի լատիներեն տեքստ է, այնտեղ ուրիշ է։ Մենք ավելի խիստ ենք դրել այդ բառը, հա, տերմինը։ Մեր մոտ ես ասենք գնահատում եմ դա որպես քարանձավային ժամանակներից եկող գնահատական, որ մի շնանա, այսինքն առնախառնության մի գնա։ Շանը մենք բոլորս սիրում ենք որպես կենթանի, դե շունա, հավատարիմ ընկերն է մարդու եւ այլն բոլոր ժամանակների համար, բայց նա արյան կապը ընդհանրապես հաշվի չի առնում։ Օրինակ մենք ասում ենք ազնվացեղ ձի։ Ինչ ենք ասում, որովհետեւ 7 պորտից մոտիկ եղավ, ձինը սկսում է մոտիկ չթողնել իրան։ Հասկանալ է։ Այս ամենը խոսում է մեր հիմքերի աներևակայելի այդ խորը արմատների մասին եւ այդ իմացությամբ պետք է նշտրակը ձեռքդ վերցնես, եթե վերցնում ես։ Վերցրել է հիմա Փաշինյանը։ Չէ, հիմա ինչ անշարունակում։ Եթե մենք լավ ճարպիկ մի հատ կոշկակար վերցնում ենք, այդ կոշկակարը հանճարեղ կոշկակար է։ Նու Միքելանջելոնա կոշիկներ կարելու գործում։ Հիմա որևէ մեկը կգա կասի, հա, այս կոշկակարը հանճարեղ կոշկակար է, բերեք թող ինձ կույրաղիքի վիրահատություն, այ կույրաղիքս բորբոքվել է։ Հա դուք այդպես եք համեմատականը տանում։ Պայմանական, հա։ Համարում եմ, որ հա, եթե դու գնում ես այդտեղ, դու պետքա լայն քննարկում իրականացնես պրոֆեսիոնալների, ինչպես եւ հասարակայնության հետ միասին, որպեսզի մենք հասկանում եք խոսքը վերաբերում է 1700 տարվա արքետիպային մեր արմատներին, որը ավելի վաղից է գալիս։ Այսինքն կանոնագիր քայոց, երբ որ ասած, հա, կրկնում են կանոնագիր քայոց, կանոնագիր քայոցի մեջ գոյություն ունեն նաև մեր հեթանոսական շրջանից եկած օրենքներ։ Այսինքն այդ հսկայական պատմությունը եկող այս ազգի ինքնության, վերարտադրության ամենակատարյալ համակարգը, որը այսքան գոյատևել է եւ պահպանվել է որպես այդպիսին, հանգարց մենք հիմա դրենք հարվածի տակ։ Միգուցե նպատակը հենց դա է, պարոն Խաչատրյան։ Հենց հարվածի տակ դնելը։ Երբեք չեմ ուզում հավատացած լինեմ, որ այդպիսի անձնավորություն կարող է լինի Հայաստան, որ նպատակային հարվածի տակ դնի հայ ժողովրդի ապագան խնդիրներ ստեղծի ծանրագույն, ոչ միայն ներկայի, այլև ապագա սերունդների համար, մի բան էլ վիրավորենք այն անցյալի այն սերունդները, որոնք կյանք են դրել այս երկիրը ստեղծելու, արյուն են թափել, իրենց գոյությունն են ոչնչացրել։ Մենք կանայք ենք ունեցել, որոնք այդ եկեղեցու գրքերը բերելու համար երեխաներին են գցել ճահիճը, անցնելու ժամանակ, որովհետեւ այդ գրքերը բերեն հասցնեն տեղ։ Այն ժամ մատենադարան էլ չենք ունեցել։ Հանձնել են։ Նրան երբ որ դու նայում ես, հասկանում ես քրիստոնեությունն ինչ է։ Կարելի է ուղղակի տեսնել, որ մենք կրողն ենք դրա, չի կարելի կրողին։ Այդ Հռոմի պապը ինչի ասենք ինչ որ չափով խառնված, չէ, ողջույններ ուղարկում, որովհետեւ ինքը հասկանում է շատ լավ գիտի, որ դա այն արմատներն է, որոնց դիպչել չի կարելի։
պետք չի այդտեղ ինչ-որ կտրուկ շարժումներ անել, որոշել, որ այս ենք անում, այն ենք անում։ Օրինակ կներեք, այս կտրուկ շարժումը, երբ որ Փաշինյանը հրապարակեց իր ինքը բնորոշեց եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը հրապարակել կետերով, ասում է, որ վեհապարին հեռացնենք, դե Ավազանի անունն է տալիս իհարկե, հետո տեղապահը կնշանակվի ու մի քանի կետերը դեր սկսած հարկայինից եկեղեցու եւ այլն նոր կանոնագիրք գրել եւ ամենակարևորը սա ինչ է նոր կանոնագիրք սա ինչպես կբնորոշեք սա չգիտեմ աղանդավորություն է Պավլիկյանություն է Թոնդրակյաններ են թե ռեֆորմացիայի մեջ Մարտին Լյութերն է Փաշինյանը սա ինչ է թե ուղղակի ուզում է ձեռնասուն վեհապար ունենալ ինչպես կձևակերպեք եկիշ կա հա մի անգամ էլ ինձ այդ հարցը տվեցին ճիշտ ասեմ այս բազմաթիվ եթերների ընթացքում որ Փաշինյանը ամենասկզբից երբ որ եկել է իշխանության ասին այսպիսի հայտարարություն է արել որ ինչքան ուժեղ է եկեղեցին այնքան թույլ է իշխանությունը եւ ինչքան թույլ է եկեղեցին այնքան ուժեղ է իշխանությունը ես պետք է ասեմ որ դա մոլորություն է էլի որովհետեւ եկեղեցին այլ բնույթի այլ ոլորտի գործունեություն է իրականացնում իշխանությունները որպես այդպեսին այլ դրա համար իշխանությունները ժամանակավոր են ինչպիսին էլ կլինեն թեկուզ դինաստիոն ժառանգական իշխանությունները նրանք ժամանակավոր են հա 300 տարի ռոմանովները իշխել են հետո ցած են իջել Թյուդորներն են իշխել Անգլիայում հետո ցած են իջել բոլորը եկեղեցին շարունակել է իր գոյությունը ինչու որովհետև ամբողջականությունը հասարակության ապահովում է եկեղեցին մեզանում ինչպես է եղել ասենք քաղաքի շինարարությունը հա Առաջինը Պարիսպն է, ինչու, որովհետև այդ դեպքում միայն քաղաքակրթությունը, քաղաքացի բառից է, նույնիսկ քաղաք բառից չի։ Եթե Պարիսպը կա, անվտանգության խնդիրը կա։ Հիմա օրինակ մեր անվտանգության խնդիրը վտանգված է։ Մենք պետք է դնենք անվտանգության խնդիրը որպես առանցքային հարց օրակարգում։ Դրա փոխարեն մենք բերել ենք մեջտեղ կեղծ օրակարգ։ Ինչի համար։ Հիմա քաղաքը, երբ որ սարքում էին, կենտրոնում բերում կառուցում էին եկեղեցին, նոր շարունակվում էր քաղաքը։ Այսինքն ինչի համար էր դա, որովհետեւ քաղաքի ամբողջականությունը հնարավորն էր պահել եկեղեցու ամենօրյա քարոզչությամբ, ամենօրյա մատուցած ծառայություններով, սփոփանքով, որը ինքը տալիս է, բայց ամենակարևորը բացատրությամբ ինչու պետք է հասարակություն ունենա այս կառուցվածքը։ Այդ հոգևոր Պարիսպներ, այսինքն իհարկե հոգևոր ներքին այն յուղներ, որը թույլ չէր տալիս, որ մաշեն իրար գոյություն ունեցող հակասությունները քաղաքի ներսում։ Հիմա մենք եթե դրել ենք, հիմա էլ այդպես, հիմա պետք է լինի այդ։ Հիմա ով ունի Հայաստանում ամենաբարձր ռեյտինգը։ Ըստ հարցումների 79%։ Այդ ըստ տարբեր սոցհարցումների ոչ միայն իմ հաշվումների, ոչ իմ անցկացրած հետազոտությունների, էլի 79%-ը Կովկասյան բարոմետրի տված տվյալներն է, որ հա աշխատում է հնարավորինս ինչքան հնարավոր է, ասենք մեղմ լնել եւ այլն, կտրուկ ոչինչ, ասենք հարցերի մեջ չդնել, չհետապնդել, 79%, լավ համարենք, որ 74%, սա բախտավորություն է, ինչու, որովհետև կամայական երկիր մանիպուլյատիվ է, եթե նրա մեջ չկա ծանրության կենտրոն։ Սա Հայաստանի Հանրապետության համար ծանրության անփոխարինելի կենտրոնն է, այն տրոհել չի կարելի, որովհետև մենք նախ վայրիվերումների միջով անցած ժողովուրդ ենք եւ դեռևս պետք է մարսենք այդ ծանրագույն վայրիվերումները, Արցախի կորուստը, զոհեր, որոնք տրվեցին պատերազմի ժամանակ, ես երբեք չեմ ասում, որ մեր երեխաները զոհվեցին, դրանք զինվորներ էին, որոնք դրեցին իրանց կյանքը, 150,000 մարդ կարող էր զոհվել, եթե այդ 5,000 մեր հերոսները, այդ պայծառ անձինք չդնեին իրենց կյանքը եւ ցույց չտային, թե հայը ով ընդհանրապես, ինչ համարձակության ու քաջության շրջանակում են գործում հայ զինվորները, որտեղ դրանք զինվոր են իրականում։ Հա, ամեն մեկիս համար է դա ծանր վիշտ է, հատկապես եթե իմ համար վերցնենք, ասենք, այս ինչ անշանակում կտանքի ենթարկված իմ ուսանողի դիակը տեսնեմ, այդ ծանրագույն բան է, էլի դասավանդողի համար, բայց հիմա ինչ ասես, անցել ենք այդ ամեն ինչի միջով, հիմա եկել ենք, կանգնել ենք, այո, իրականում ծանր մահացու վտանգի առաջ, եթե շարժվեց այսպես առանցքի պառակտումը, Գիտեք ոնց է, եկեղեցին աստիճանաբար պետք է անցում կատարի, եթե անգամ անում է այդ անցումները։ Որևէ մեկին չթվա, որ Մարտին Լյութերը ինչ որ մի հատ մեծ անցում է կատարել։ Ոչ, անցումը կատարված է եղել այնց առաջ։ Նա դրա կազմակերպիչը, նա դրա ձևակերպողն է եղել։ Էվոլյուցիոն, ոչ ռևոլյուցիոն։ Ռևոլյուցիոն չի կարող լինել, ռևոլյուցիոնը կփշի, կթափի իրարից եւ այդ քաղաքի մոդելը կվերանա։
ավելի մեծ վերցրած այդ պետության մոդելը կվերանա, այդ պետությունը կվերանա։ Հիմա ովքեր են կարողացել հաջողել այդ դեպքում, որևէ մեկին ցույց կամ էլեմենտար բան էլի, մի հատ ցույց տվեք այդ օրինակը, գնանք ուսումնասիրենք այդ օրինակը, թե որտեղ է որ հա հիմնով պետքա սկսվի ասում էին բողոքականները կարծեմ ունեն նման բան դրոշ կախել գոնե այսպիսի բան եմ լսեք բողոքականների մոտ գլխավորը դա նավն է ճիշտ է որ խոսանք այսինքն իրանք համարում են որ իրենք նավի նման փոխադարձ կապերի մեջ են այդ նավը Հիսուսի նավն է, մեզ տանում է առաջ, Հիսուսը պետք է գա նավ, այնքան հասավ դա, որ նույնիսկ այտենց սկսեցին ասել 50-ականները խորհրդային իշխանության տարիներին, որ այդպիսի մի հսկա նավ պետք է մոտենա, չգիտեմ ինչի, հեռավոր արևելյան ափերին եւ 50-ականները պետք է այնտեղից նստեն ու գնան ավիացիաց երկիր, որը իրանց համար Ամերիկայի Միացյալ Նահանգներն էին։ Դրան հավատալով ահագին մարդ շատ մեծ քանակություն տեղափոխվեցին, հա այսպիսի բաներ կան, այդպիսի ինչ որ խելար բաներ էլ կան, էլի կամայական կրոնական ուղղություն, որը փորձում է աչքի ընկնել, հետևորդներ ձեռք բերել, աշխատում է տարբերվել մյուսներից եւ անել ինչ որ բայց դա չի վերաբերում իշխանությունների հոգսը հասարակությունն է, իշխանությունների հոգսը Երևանը չի առանձին վերցրած, ինչ որ մի կետում, ինչ որ մի ֆրագմենտում պոպուլարություն ձեռք բերել։ Ասում կանոնագիրքը հին է, շուտ է գրված, բարդ է, ես ուզում եմ իրենց կողմից հա խոսել, ինչ է փաստարկը, ավելի մատչելի գրենք Նույնիսկ բերենք մեր օրերը, ասում եմ նպատակը այդ է մակրազարդել ու թափանցիկ բառն է շատ կիրառում, եկեղեցին դարձնել թափանցիկ։ Իդեպ Գերմանիայում էլ երեք այցեր այդ հարցը տվեցին, ասեց ես հայ եկեղեցու զավակ եմ, Հիսուսն իմ սրտում է բառացի եմ մեջ բերում, ես ոչ չեմ ուզում եկեղեցի, բայց ուզում եկեղեցին հաշվետվողական լինի, թափանցիկ լինի, ինչու պիտի ես մի հոգևորական աղքատ ապրեմ, այս ինչ էր ուզում ասեմ, ինչ որ չգիտությամբ ուզում է իր կարծիքով լավ բան անել, բայց չգիտի եւ հակառակն է ստացվելու, թե միտումնավոր որ ավելի խորքային բան է, պարոն Խաչատրյան, ինչ է սրա տակ։ Գիտեք, ես երբեք չեմ ուզում այնուամենայնիվ համարել, որ Հայաստանում կա այդպիսի ղեկավար, որը արտաքին թելադրանքի պայմաններում կգնա ազգային շահերին դեմ, որովհետեւ սա մոնոնացիոնալ երկիր է եւ պետք է յուրաքանչյուր մեկը հաշվի առնի, որ եթե ինքը գնաց ազգային շահերի դեմ, կարող է դա ժամանակավոր ինչ-որ էֆեկտ տա, բայց ապագայի համար ոչինչ անեցքից ու պախարակումից բացի ինքը չի վաստակել, ինչի համար։ Անդառնալի կկորցնենք այդ պարագայում, չէ՞։ Ես չեմ կարծում, որ եկեղեցին անդառնալի կկորցնենք, մենք ունեցել ենք էլի այդպիսի բաներ, ասենք եկեղեցու դեմ ինչ որ արշավներ, բայց դրանք որևէ կերպ չեն կարող եկեղեցին վերացնել որպես գործող ուժ, այսօր կարող է տրոհվի, ինչ որ մարդիկ առաջան չի կարող տրոհվել, որովհետև առայժմ դրանց քանակությունը ինչ որ ես տեսնում եմ, որ կարողանան ասենք առանձին ինչ որ եկեղեցի ստեղծեն, այդպիսի բան չի կարող ունենալ։ Միակ շանսը հանելն է, բայց այստեղ էլ խոսենք, էլի, ճշմարտությունը բերեք ասենք, էլի Եթե եկեղեցին բրգաձև կառույց է, ես գաղտնիք չեմ բացահայտում որևէ մեկի համար, բոլորս գիտենք, բրգաձև կառույցի գագաթը հանդիսանում է կաթողիկոսը։ Գագաթը, այ բուրգը սարքում են, վերևի քարը իրանով պայմանավորվում ամեն ինչ, որտեղ բոլոր ուժագծերը գալիս կանգնում են այդ քարի վրա։ Բոլորի համար հասկանալի է, որ եթե այդ քարը պոկեցիր, ինքը եկեղեցին սկսելու է քանդվել, որովհետև ուժագծերը հատվում են եւ սկսում է քանդվել։ Ես էլի ցավոք սրտի պետք է բերեմ այդ օրինակը, էլի մենք ունեցել ենք հոկտեմբերի 27, ճիշտ է 99 թվականի։ Դա եղել է նույնպիսի բուրգի գագաթի հատում, մասնակի հատում ա եղել, բայց նրա փլուզումը շարունակվում է մինչև այսօր։ Հավատացնում եմ ձեզ, այսինքն նրա նեգատիվ հետևանքները մենք մինչև այսօր տեսնում ենք։ Այնպես դա նկատի ունի եկեղեցու կորուստը դժվար է լինելու, դա տարածք չի, որ կորցրեցինք, հետո ուժեղացանք, հետ գրավեցինք, այսպես բացատրեմ։ Այդ իհարկե դա այդպես չի, եւ դրա համար եկեղեցին աստիճանականությունն է ճանաչում միակ ընթացքը։ Նա չի կարող այդպիսի ռեպրեսիվ ճնշումների պայմաններում, խորհրդային միությունները, խորհրդային միության ռեպրեսիաներն ավելի ուժեղ են եղել, քան այսօր, հասկացան։ Խորեն Մուրադբեկյանին խեղդել են, դե հիմա լավ է, վատ է, հիմա այդ է եղել։ Հա, այդ է եղել, բայց նա աշխատանքի արդյունքում, այդ իր ուղղակի ընթացքի արդյունքում այնպիսի հրեշավոր մարդու ինչպիսին էր Ստալինը դարձրեց եկեղեցու ֆանատը հայկական։ Այսինքն հայոց առաքելական եկեղեցի Ստալինի մոտ համար 1 էր, որովհետև երբ որ հարցը կանգնեց թե արգրավել են ամեն ինչ, Էջմիածինը չկա, ամեն բոլոր տաճարները վերցրել են ձեռքներից, մեջը ապրում են զորքեր, այսինքն խորհրդային բանակը ապրում է այդտեղ։
Հիմա ասում են, որ պատերազմից հետո ասում են, որ պետքա վերադարձվի։ Ստալինն ասել է, որ պետքա վերադառնա այդ ամեն ինչը եկեղեցուն։ Մեր հոգևորականությունը դիմում է Ստալինին, որ մենք խնդրում ենք, քանի որ մենք տներում ապրում ենք, մենք ջերմացման խնդիր չունենք, էլի, բայց զորքերին որ հանեցիք, որտեղ եք տեղավորելու, նրանց տանում են վրանների մեջ են, քնացնում ձմեռա, այս պայմաններում ո՞նց կարելի է, էլի, թողա գարունը, տաքանա, նոր մենք կգնանք։ Այնտեղից պատասխանում է Բուլգանինը, որ գիտեք, տավարիշ Ստալին ասեց, որ մուկ էլ պետք է այնտեղ չմնա, ոչ թե զինվոր, որովհետև այն ինչ արվել է պատերազմի ժամանակ եկեղեցու կողմից մեր հաղթանակի համար, ենթադրում է վերաբերմունք։ Այսինքն այդ մարդակերության շրջանից այնուամենայնիվ եկան հասան նրան, որ վերջին հաշվով դրա թագն ու պսակները, որ Վազգեն Վեհափառը, երբ որ ընդհանուր խորհրդում այդ եկեղեցական գործիչների, որը Պոլիտբյուրոյի հետ է, վեր կացավ առաջի ելույթներն ու ամենահին եկեղեցին է, հետո դրված դնողը, էլի, բոլորը գիտեն, վեր կացավ, ասեց ճառը խոսած, իհարկե, ասեց ընդրյալ ժողովուրդը հрьяաները չեն, որ 5 տակարանով հрьяաներն են, չէ, ես ասում հрьяաները չեն, Աստծո սեփականությունը տիեզերքն է, թույլ տվեց առաջինը բարձրանալ տիեզերք, այդ երկրի ժողովուրդն էլ ընտրյալ է, իսկ առաջինը բարձրացել է սովետական 15 րոպե ծափ էին տալիս ոտքի վրա, Դիվանագետել է եղել փաստորեն մարդը։ Բարձր կարգի հռոմում ճառը, երբ որ ծննդյան տոների արտասանել էր, այդ մարդիկ որոշել էին մտցնել ուսման ծրագրի մեջ, որպեսզի բոլոր հաստատությունը, պատկերացնեք Հռոմի եկեղեցու, էլի կաթոլիկ եկեղեցու բոլոր հաստատություններում դա դիտվի որպես արդի քարոզչության օրինակ, այսպես պետք է քարոզչությունն անել։ Երբ որ Հռոմի Պապը հանկարծակի ասել է, որ դու պետքա խոսաս։ Դե մեզ, քանի որ հիմնադիրը Շահ arczepiskopos-ն է, մանրամդ դա թարգմանիչն ինքն էր էլի եղել այդ ժամանակ, ասում է, երբ որ ես հասկացա, որ ասեց Հռոմի Պապը բարձրացել է ծննդյան արարողության այդ իր քարոզչությունը պետք է անի, քարոզխոսությունը։ Մեկ էլ հանկարծ ասեց, որ ես խնդրում եմ, որ այստեղ գտնվում ամենահին եկեղեցիներից մեկը, որ մեզնից պակասի ինչի, եւ խնդրում եմ, որ բարձրանա վերև անվոն Վազգեն Վեհափառը եւ ինքը սկզբից խոսա, որից հետո ես նորից էլի ես հասկանում եմ, որ միլիարդ մարդ ուզում է լսած լինի իմ քարոզխոսությունը, բայց իմ խնդրանքն է եւ այլն, ասում եմ, որ շուռ եկա դեմքից մկանների, ասում եմ, այդ խաղից Վազգենը հասկացա, որ վախեցած են Վազգեն Վեհափառը, ասեց, «Է ինչ եղած է», ասում ասի Վեհափառ, դե մենք ինչ-որ բան կազմածրնենք, որ չանեմ։ Ոտը գցեց ու գնաց մեզ էլ հետո մի չեմ պատկերացնում ես ոնց եմ թարգմանելու։ Մոտեցանք, ասում անվորը դեպի բարձրանաս, ասում 4 հոգի դեմ եկան, որ չէ, այնտեղ աուտենտիկ թարգմանիչները դրած են, իրանք թարգմանելու են։ Ոնց խոսեց, տենց թարգմանվելու է։ Այդ ճառից հետո, ասում Հռոմի Պապը արցունքները աչքերին եկավ, փաթաթվեց, բան։ Հա, հիմա այդ ամեն ինչը ունենք, լավ, հա, այդ ամեն ինչը պոտենցիալումը դրած է, այդ ամեն ինչը մնում ընդհանրապես որ մենք կարողանանք միասնականությունը երկրի եւ ժողովրդի չկորցնել, ինչն է պատճառը, որ այսօր կեղծ օրակարգը եկել է եւ դրվում է փեղեկման հարց։ Ինչն է պատճառը, տեսեք, դուք ասում եք, որ լավատես եք, չեք ուզում հավատալ, որ միտումնավոր է արվում ու դրսի ցուցումով քանդելու։ Լավ այդ պարագային ո՞րն է, ինչ որ մի նպատակ պետք է ունենա, ուզում է մտնել պատմության մեջ, տեսեք, Թրամփ ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ։ Ուղիղ ասում այդ մարդը։ Այս մարդն ինչ է ուզում, ձեր կարծիքով, ինչու հենց ինքը այդքան ղեկավար ենք մենք ունեցել, ինչու հենց ինքը, ինչու հենց եկեղեցին։ Միգուցե անձամբ իրեն է խանգարում այսպիսի եկեղեցին, չգիտեմ, իշխանություն, նորից իշխանություն ունենալու համար։ Հա, դա կարող է լինել, դա ես այն ամենասկզբից եմ ասել, որ եթե վերարտադրության խնդիր է իշխանության, հասկանալի է, որ ներկայիս իրավիճակը եկեղեցում ընդդիմադիր ամենաճյուղավորված թևն է իշխանության դեմ, որը պոտենցիալ կարող է գործել եւ այս տեսակետից ասենք կարող է եւ այդպիսի ասենք մոտեցում լինի, որը ես միևնույնն է չեմ ողջունում, որովհետեւ դա այն նրբագույն հատվածն է, որին դիպչել չի կարելի, որովհետեւ դու քեզ թվում է, որ դու կարող ես ինչ-որ մի հատ պարսատիկի քար նետել վրան,
բայց այնտեղից դու սպասի ատոմային ռումբի հարված էլի։ Եկեղեցին սա հանդարտ է եւ կաթոլ թե արձագանքը այդ կերպ ինչ կերպ, հա։ Չէ, արձագանքը դա մեր ամփոփող սահմանադրության երկրորդ կետն է։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մի օգտվեք այն բանից, որ լրակյաց մեծամասնությունը առայժմ համբերում է եւ այլն, դա ընդհակառակը յուրաքանչյուր իշխանություն պետք է իրեն հաշիվ տա այն առումով, որ այդ լրակյաց մեծամասնությունը կարող է ոտքի էլ կանգնել, որովհետեւ նրա համբերությունը որպես այդպեսին հա գումարվում է, բայց որ ոտքի է կանգնում։ Հիմա ով ասե որ թուրքական սուլթանը ուներ իշխանություն բացարձակ, ով ասե որ ժողովրդին է չէր այդ իշխանությունը, դե մա թուրքական սուլթանին գնում էր ասում էր Ենիչերիների ղեկավարը, Ենիչերիների ժողովը որոշում էր, որ առավոտյան սննդամթերքը շուռ են տալիս, եփվող կաթսաները շուռ են տալիս, սրանք սուլթանը էլ սուլթան չի։ Ինքը սուլթանի մոտ էլ չէր գնում ղեկավարը, գնում էր մոր մոտ, ասում էր որ մահապատիժն ես ընտրում որդուդ համար։ Մայրը չէր կարող, մի սպանեք որդուս, չէ, գնդակահարություն, կախաղան թե գլխատում, որն ես ընտրում։ Ասա, որտեվ սուլթանին այսօր սպասում է վերջ։ Այսինքն հայ ժողովրդի համար եթե էլի առաջ գնա ընդհանուր վեհապարի չգիտեմ կալանավորում եւ այլն, սա կարա դառնա, կարող է դառնալ փողոց դուրս գալու պատճառ։ Ծայրահեղություններ են, որոնք եթե այսօր փողոց դուրս գալու պատճառ չդառնան, իրենց կուտակման մեջ ծայրահեղ ծանր հետևանքների են բերելու առաջին հերթին գործող վարչակազմի համար էլի։ Այսպես ասենք։ Չեք կարծում իսկ այս վերջի քայլերով չի հաջողվել արդյոք Փաշինյանն այն ձեր ասած սոցիալական տվյալները մի քիչ կոտրել հասարակության մեջ։ Գիտեք, մարդիկ կան, ուղիղ ասեմ, մարդիկ կան, հասարակ շարքային մարդիկ։ Ինչ որ այս տեսնելով այս ամեն ինչը կալանավորումներ վերագրվող տեսանյութեր եւ այլն, իշխանության բերան, իշխանություն ասում է որ պիղծեր են եկեղեցում ծառայում մեծամասն։ Մեծ այս մարդիկ նաեւ ինձ են ասում, բա մենք մեր երեխաներին տարել ենք այդ մարդիկ մկրտել են։ Բա ոնց կասկած ունեն, բա մյուսին էլ որ ծնվի կտանեն, թե չէ, այստեղ էս չեք այդ կարող գցել են սերմերը արդեն վտանգի։ Սա վտանգավոր չէ։ Չէ, նա վտանգավոր չի, որովհետև դրա ազդեցությունը լինելու է լոկալ միևնույն է։ Հա 5%, լավ 7% թող լինի։ Լավ 79-ից իջնենք մինչև 70, իջնենք 68, հա։ Բայց դա ճանշող մեծամասնություն է ամեն դեպքում եւ ոչ մեկը հանգարց չմտածի որ եկեղեցվո սպասավորները որպես այդպեսին վերից վար արատավորված մարդիկ են այդպիսի բան չի լինում ընդհանրապես ըստ ԿՊ-ի համարյա բոլորը Չէ, եթե համարյա բոլորը իրենց մոտ դրանք չէ հա դրանք չէ այնպես դրանք բացառություն են կազմում էդ էլ չգիտեմ իմ համար ընդունելի բան չի որ եկեղեցին ներսում այդպիսի բաներ են տեղի ունենում առավել եւս երբ որ ում ձեռամբեն այդ մարդիկ ձեռնադրված էլի ճիշտ է որ խոսենք էլի դրանց մեծամասնությունը հասկանալի է երևի թե այ ժողովուրդը այսպես թե այնպես իր պատկերացումներով ուզում ենք թե չէ կգա նրան որ մարդկային վարվեցողության խախտումները անթույլատրելի են այդ բնույթի եւ եկեղեցու հանդեպ հալածանքները որպես այդպեսին կսրբացն են եկեղեցում գոյություն ունեցող կամայական մեկին անգամ որոշակի թերությունով։ Իսկ ով է որ անմեղ է։ Ինչ է ասում Աստվածաշունչը, երբ որ Հիսուս Քրիստոսը այն մարմնավաճառին որ փորձում է, երբ որ քարերով ուզում են ծեծացնել, ասում թող վերցնի քարը նա ով անմեղ է։ Ու բոլորը թափում են ձեռքերի քարերը, որովհետև մարդ չկա, որը անմեղ է։ Եթե դու մարդ ես, ուրեմն մեղք ունես։ Մահկանացու ես ունես, իհարկե։ Հիմա հին շումերական ճշմարտություն ենք ասում, էլի մեր թվայությունից առաջ 4000-ամյակ։ Ասում եմ, եթե դու մարդ ես, դու չի կարող պատահի վնաս տված չլնես որևէ կյանքի։ Ինչ որ միջատ տրորել ես առանց տեսնելու, առանց հասկանալու, սպանում ես, որ սնվես։ Ճիշտ է, տեղի ունեցել հասարակական բաժանում աշխատանքի, բայց դե եթե չլներ դու պիտի սպաներ, իհարկե դու սպանում են, որ դու ուտես, չէ՞։ Ամեն դեպքում այդ ամենը համարվում է մեղք որպես այդպեսին, ու ծայրահեղացված տարբերակով։ Բերեք հասկանանք էլի որ հա, եթե կան անմեղ մարդիկ, բացարձակ անմեղ, նույնիսկ ճկնակյացների մեջ չկային էլի։ Ճկնակյացը հիմա որ դրում բարեվարկության հարց բերեք։ Հա, այդ էլ կա իրավանում։ Չէ, ինչքանով է լուրջ, երբ որ բարեվարկությունը պետքա մտածողության մեջ եւս լինի։
Այսինքն այդ ում ուղեղն ենք ստուգում, այդ ինչ դետեկտորներով ենք մենք մոտենալու մեր հոգեվորական իշխանությունը դա պետք է անի նաև, ով է ասել, որ դա հնարավոր է ընդհանրապես անել։ Թողնենք իշխանությունն, չգիտեմ, ընդհանրապես, մարդու բարևարքություն ասած։ Այդպես բան։ Դա հնարավոր չի ստուգել։ Հիմա Հռոմի Պապը էս արի, Հռոմի Պապը ընդամենը կես կայլ հետաքցե, հետո ասելա նախորդ Հռոմի Պապի մասն է խոսքը։ Փոշմանել եմ, ախպեր, փոշմանել եմ։ Ես ասել եմ, որ հոմոսեքսուալները եկեղեցու էլի զավակներն են, սփոփման կարիք ունեն, հիմա իմ վարժարանները եփ են գալիս հոմոսեքսուալիզմի մեջ։ Անթույլատրելի մի մարդը խոստով անեց, բան չեմ ասում։ Այդքան համարձակություն ունեցավ, որ ասեց ես սխալվել եմ, ախպեր։ Պետք է այդ արած չլնեի, որովհետև սրանից հետո շատ դժվար է ասել։ Դա նաև հակասուրբ գրքային է, չէ՞։ Ճիշտ եմ ասում։ Այն պատվիրանի խախտում չի, իհարկե շեղվեցինք, բայց ուղղակի իր ասածը որ։ Լավ է վերջում, պարոն Խաչատրյան, եթե այսպես ձևակերպենք, այդ հոգևոր բարձունքից նորից իջեցնեմ դες ցավոք մեզ գետին, եթե պարզունակացնենք, կներեք բարձրան, հաղթող պարտվող տերմինը կիրառելի է այս հակամարտությունում կամ այս արշավում։ Եվ եթե այդպես է, պատմական զուգահեռներին նայելով, այսօրվա իրավիճակին նայելով, Փաշինյանի ռեյտինգին նայելով, իր լսանին, եթե կա այդպեսին, ով ձեր կարծիքով, ով շանսեր ունի, Փաշինյանը կհաղթի, այսինքն կարող է ունի շանսեր իր ուզածին հասնելու, հաղթելու եկեղեցուն, թե սխալ նման հարց դնելը։ Չէ, եթե անգամ այդպիսի տարբերակ դիտարկենք, դա ժամանակավոր ինչ-որ մի բան լինելու, իսկ վերջնական հաղթանակը էլի լինելու է եկեղեցու ընթացքի կողմը, որ եկեղեցին շարունակի իր ընթացքը այնպես, ինչպես որ եկել է եւ շարունակելու է։ Ոչ մի կապ չունի թե ով է նրա դեմ գնալու, ինչ են փորձելու անեն։ Հիմա ես չեմ համարում էլի, որ այդ 70%-ը, 79%-ը իջնելու է հասնի 2%-ի։ Այդպես բան գոյություն չունի։ Կամայական, կրոնական ուղղության հանդեպ հայոց առաքելական եկեղեցին ունի քանակական աներևակայելի մեծ առավելություն, աներևակայելի մեծ։ Հայաստանի Հանրապետությունում մի մասը շրջնային հավատացյալներ, մի զգալի մասը, բայց այդ մարդիկ հայտարարում են մենք հայ քրիստոնյաներ ենք, մենք հայ քրիստոնյաներ ենք, սա է մեր առհավատչան, սա է մեզ պահելու որպես կենտրոն։ Ամերիկայում այսօր ինչա տագնապի շչակը անընդհատ հնչում, որովհետև իջել է 50%-ից ցած քրիստոնյաների թիվը։ Իջել է ու շարունակում է իջնել, ամեն տարի մի տոկոս իջնում է։ Այս մարդիկ Թրամփը չգիտի էլ ինչ անի, ամեն ինչ փորձելու է անել հիմա, որովհետեւ կասեցնի այդ անկումը, որովհետեւ ինքը հասկանում է, որ երկրի ցանցության կենտրոնը եթե խախտվեց, ինչ ասեք կարող ալնել, չես կարող կանխատեսես ինչ կլինի։ Կարող է փեղեքվի, բաժանվի, կտրատվի, քաղաքացիական պատերազմի գա։ Գրավիտացիան է ապահովում եկեղեցին, հա։ Օքե, դա պահպան, բայց ինչի էին մեջտեղը քաղաքի բերում կառուցում այդ տաճարը։ Ինչն էր պատճառը, որ գնում էին, ինչն էր պատճառը, որ գաղտնի, փակ, հայկական, համաշխարհային սփռում ունեցող կազմակերպությունները ուղարկում էին իրենց կանոնադրությունները Էջմիածին։ Ամբողջ աշխարհից 1300-ի կարգի 1300-ի կանաներևակայելի ծավալների մասն ենք խոսում, էլի Չինաստանն է մեջ է մտնում, Հնդկաստանն է մեջ է, Պարսկաստանն է մեջ է մտնում, Անգլիան է մեջ է մտնում, տոյ ախպեր, մի այսօրով դարձել ենք բան, էլի որ հա, վայ ես մեկը sense, վայ եմ մեկը։ Այսինքն ասում եք, կներեք, ասում ժամանակավոր թեկուզ հաղթանակ, դա նկատում եք թեկուզ եւ ինչ որ կերպ հաջողի վեհապար, այս վեհապարի հեռացնել։ Չէ, ինչ որ ճնշումներ, ես չեմ էլ ուզում այդ բանը վեհապարին չի հեռացնել, օրինակ մի հատ իմանանք։ Որովհետեւ որ մի վեհապարին են հեռացրել էլի։ Եղել է, որ ասենք, հա, եթե պետքա գան ապացուցեն, որ եկեղեցու ուսմունքին դեմ է գնացել, հա, եղել է, որ տարի ժայռից ցած են գցել։ Եկեղեցու ուսմունքին։ Այսինքն մենք ինչ ենք ասում, էլի, այդ ինչ որ ասում ենք, որ աստվածամարդու բնությունը, իմիջիալից էլ ասեմ, էլի, եթե աստվածամարդու բնությունը, եթե մենք փոխարինում ենք, Հովան որոտնեցին, այլ ռահվիրա է մեկը, խոշորագույն, էլ չեմ ասում Գրիգոր Տաթևացին էլ շարունակել է, դա դրված կա, որը եթե քրիստոնեություն ընդունածներ, վիճակն էս չէր լինելու։ Քրիստոնեության համաշխարհային վիճակը էս չէր լինելու, որովհետև եթե մենք ճանաչում ենք, որ չէ, երկու բնություններ են, որպես այդպիսին, մարդկային եւ աստվածային, միշտ կանգնում է հարցը, իսկ ո՞րն է որին ենթարկվում։ Եվ հասկանում ես, որ աստվածայինը մարդկայինին չի կարող ենթարկվել։ Աստվածային այն բնությունը ոնց կարա ենթարկվի եւ այդտեղ առաջանում է խայծ մարդկանց համար, որոնք սկսում են
պեղումներ կատարել էլի Հիսուսի գործունեության շրջանակում, այ որտեղ ինքը քանանացի կնոջից ջուր էր խնդրում, ծարավել էր, մարդկային է, այ որտեղ Հիսուսը հարություն տվեց հանգուցյալին, որը արդեն 4-5 օր էր թաղած էր, այդ մեկը աստվածային է, ոչ, մարդը չի կարող Աստծուն ճանաչել, դուք չեք կարող այդ պեղումներն անել, դրա համար մեր ռահվիրաները պատմության դրվածքը դրել են. Էլ չեմ ասում էլի, որ նարեկացին էլ դրել է, որ երկրորդ դատաստանը ախպեր չկա։ Երկրորդ դատաստանը այն մարդկանց համար ովքեր ապրելու են։ Ուղղակի մեր մոտ թարգմանության միջից ընկել կորել է այդ, ոնց է կորել, ես չեմ կարող։ Երևի թե հետո մի հատ հետազոտենք, parzենք, ճիշտ է, հանգուցյալ մարդիկ են, ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ ասելու, բայց ոնց կարելի է կորցնել են, ինչը քրիստոնեության համար խոշորագույն խնդրի լուծումն է։ Քո մոտ տրվել է եւ հանգարց չկա թարգմանության մեջ, աշխարհաբար թարգմանություն չկա, գրաբարում կա, աշխարհաբարում չկա։ Վերջո եթե անգամ այդ ճնշումներով ինչ-որ բան ունի, դա կարծում վատ նախադեպ կլինի, չէ՞, հետո էլ յուրաքանչյուր վեհապարի, այսինքն անսասան չի լինի էլ այդ ամեն ինչը, ճիշտ եմ հասկանում։ Շեյմով ասում, որ հաջորդ իշխանությունը, որ ձևավորվեց, նրա քիմքին համապատասխան կլինի այս իշխանության բերած վեհապարը։ Չկա տես բան։ Ու վերջ չունեց, այդ դեպքում եկեղեցին չկա որպես այդպեսին։ Այդ դեպքում հա մենք կտանենք կործանման։ Բայց ոչ միայն եկեղեցին ենք տանելու կործանման։ Կործանման տանելու ենք պետությունը, կործանման տանելու ենք մեր ազգը, համաշխարհային հայությունը դադարելու է գոյություն ունենալուց, որովհետև ցավոք սրտի մշակութային շերտը դեռևս պահպանվել է Հայաստանում եւ վերարտադրվում է Հայաստանում։ Եթե այստեղ վերացավ եկեղեցու ազդեցությունը, նրա սփռումը, իսկ եկեղեցին անգամ մեր ներկայիս կաթողիկոսը մեծ գործ արել հայապահպանության հարցում այդ եկեղեցասիրած ընկերություններից սկսած վերջացրած այդ պիոներ պալատները մշակույթի օջախների վերածելով, հայրենասիրների վերածելով, որը այդ մշակութային շերտի վերարտադրության եւ նրա պահպանման խնդիրներին է ծառայել։ Հիմա եթե վերցնում ենք այդ ամեն ինչը որոշել ենք, որ հա պետքա փագենք, հասկանալի է, որ սփյուռքներ կկորցնենք։ Ես մտածում եմ Կարապատայի մենք ունենանք իշխանություն, որը հանգարց ասի սփյուռքներ մեզ պետք չի։ Բայց եթե պետք չի, մենք ով ենք այդ դեպքում։ Մենք հասկանանք էլի, համայն հայությունը ինքը ինչ կշիռա ներկայացնում եւ Հայաստանի Հանրապետությունը որպես այդպեսի ներկայիս վիճակում հատկապես վայրի վերումների ենթարկված ինչ կշիռա ներկայացնում։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր ԵՊ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ է դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, կհանդիպենք։